Այսպես է մտածում Հայաստանի բնակչության 80%-ը, համոզված է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա այդ մասին հայտարարեց ԵԿՄ համագումարի ժամանակ։ Համաձայն պաշտոնական տվյալների Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է 58.64% ձայն։ Ստացվում է անգամ նրա օգտին քվեարկող քաղաքացիներն են դեմ այս օրինագծին, բայց միևնույնն է։ Մենք պետք է ունենանք այդ փողը։ Հիմնավորում է անցնող տարում հսկայական թվով մարդկանց աշխատավարձներ բարձրացել են 10, 15, անգամ 25%-ով։ Հիշեցնենք, այդ ցանկում են նաև նախագահը, նախարարներն ու падգամավորները։ Խոստանում է հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխատավարձները բարձրանալու են 40-ից 80%-ով։ Ուստի նախագահը վշտովվում է։ Իսկ ինչ է եղել։ Հաշվեք, որ բարձրացել է 35% կամ 75%։ Ապա թոշակների հարցով անհանգստացած Էջմիածնի քաղաքապետին վստահեցնում է. Անպայման անելու ենք, Կարեն ջան։ Սա ընդդիմադիր քաղաքական ուժերը և ՏՄ նախաձեռնության անդամները համարում են բացահայտ ճնշում սահմանադրական դատարանի վրա, որի վարույթում այժմ գտնվում է կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքը։ Երկրի նախագահան իրավունք չունի այդպիսի հայտարարություններ կատարել, իսկ դա մեզի ավելի զգուշացնում, որ մեր պայքարը պետք է դարձնել ավելի ագրեսիվ, ավելի ուղղորդված։ Ազգային ժողովի падգամավոր Արծվիկ Մինասյանը նկատել է կենսաթոշակային համակարգի պարտադիր փաղադրիչի ներդրման հետ կապված։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է երկու լրացուցիչ փաստարկներ, որոնք բացակայում են կենսաթոշակային բարեփոխումների ռեֆորմի կառավարության կողմից հաստատված ծրագրում։ Երկար փող եւ էժան ռեսուրսներ։ Պետք է հստակ ծրագրով հայտարարվի այդ միջոցները որքանով են ազգային տնտեսության մեջ օգտագործվելու եւ ինչ տոկոսադրույքով։ Հիշեցնենք, այս նոր համակարգի թիվ 1 պայմանը քաղաքացիների միջոցների անվտանգ տեղաբաշխումն է։ Հայաստանի տնտեսությունը սակայն համարվում է բարձր ռիսկային։ ԵԿՄ-ում նախագահի եւ ազգային ժողովում կառավարության օրենքի վերաբերյալ ներկայացրած հիմնավորումները տարբեր են։ Անհամապատասխանությունը ազգային ժողովի падգամավոր Լյուդմիլա Սարգսյանը բացատրում է այսպես. Հստակ խոճապ տեսա իր պահվածքի մեջ եւ փորձում էր ամեն կերպ արդարանալ եւ դա նույնիսկ տպավորություն կար, որ վիրավորված է, ինչու ժողովուրդը չի հասկանում, որ իրենք լավ պիտի ապրեն։ Մենք ախմախ չենք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք։ Օրենքի պարտադիր փաղադրիչի վերաբերյալ սահմանադրական դատարանը որոշում է կայացնելու մարտի 28-ին։ Մինչ այդ ՏՄ նախաձեռնության անդամներն ու ընդդիմադիր падգամավորները նշում են, հույսով են սահմանադրական դատարանը կգտնվի իր բարձրության վրա եւ չի ենթարկվի նախագահի բացահայտ ճնշումներին։ Նայռան Ալբանդյան, Սևակ Գրիգորյան, Գալանյուս։